Մի սերմնացան ելավ ցանելու։ Սերմանելիս մի մասն ընկավ ճանապարհի եզրին ու տրորվեց, եւ երկնքի թռչուններն այն կերան։ Մի մասն ընկավ ժայռոտ տեղ, եւ երբ բուսավ շուտ չորացավ, որովհետեւ խոնավություն չկար։ Մյուսն ընկավ փշերի մեջ։ Փշերը դրանց հետ բուսնելով խեղդեցին։ Մի մասն ընկավ պարարտ հողի մեջ։ Աճեց ու պտուղ տվեց, 100 պատիկ։ Տեր, ինչու ես բազմության հետ միշտ առակներով խոսում։ Ձեզ տրված է գիտենալ Աստծո թագավորության խորհուրդները։ Իսկ ուրիշների հետ առակներով եմ խոսում, որ նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան։ Առակն այս է նշանակում։ Սերմը Աստծո խոսքն է։ Ճամփեզրի սերմերը նրանք են, որ լսում են, ապա սատանան գալիս եւ հանում է Աստծո խոսքը նրանց սրտից, որ չհավատան ու չփրկվեն։ Ապարաժի վրայինները լսում են խոսքը եւ ուրախությամբ ընդունում, բայց արմատ չունեն։ Որոշ ժամանակ հավատում են, իսկ երբ փորձության ժամը գալիս է, հեռանում են։ Փշերի մեջ ընկածները խոսքը լսելիս, այս կյանքի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այն եւ անպտուղ են լինում։ Իսկ պարարտ հողում ընկածները նրանք են, որոնք լսում են խոսքը եւ այն պահում բարի ու խոնարհ սրտում եւ համբերելով պտուղ տալիս։ Ոչ ոք ճրագը ամանի տակ չի ծածկի, կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի բարձր մի տեղ, որպեսզի ներս մտնողը լույսը տեսնի։ Ամեն թաքուն բան հայտնի պիտի դառնա, եւ ինչը որ ծածկված է պիտի գտնվի եւ լույսի առաջ բերվի։ Արդ զգույշ եղեք, թե ինչպես եք լսում, որովհետեւ ունեցողին ավելի պիտի տրվի, բայց չունեցողից պիտի վերցվի այն չնչինն էլ, որ ինքը կարծում է թե ունի։ Ուսուցիչ, մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնած ուզում են քեզ տեսնել։ Մայրս եւ եղբայրներս նրանք են, որ լսում են խոսքը ու կատարում։